Բարև ձեզ, ես մանկական մաշկաբան Տաթևիկ Հարությունյանն եմ, աշխատում եմ Արաբկիր բժշկական կենտրոնում մաշկաբանական բաժանմունքում։ Այսօր խոսենք մաշկի վիրուսային վարակների մասին, որոնք հանդիպում են երեխաների մոտ։ Դրանք կարող ենք բաժանել երկու մեծ խմբի։ Առաջին խումբը այն վարակներն են, որոնք մենք հաճախ անվանում ենք մանկական վարակային էկզանթեմաներ։ Դրանցից օրինակ ջրծաղիկը, կարմրուկը կամ պարովիրուսային վարակը, որը ներկայումս շատ տարածված է։ Երկրորդ խումբը վարակներ են, որոնք ախտահարում են միմիայն մաշկը։ Դրանցից մանկական շրջանում առավել տարածված են կոնտագիոզ մոլյուսկները եւ գոռնուկները։ Գրեթե բոլոր մանկական մաշկաբանները ամեն օր բախվում են այս խնդիրներին եւ հաճախ շատ դժվար է լինում ծնողին բացատրել բուժման ցուցումները։ Խոսենք առաջին հերթին կոնտագիոզ մոլյուսկների մասին։ Սրանք կլինիկորեն դրսևորվում են որպես փոքրիկ վարդագույն կամ սպիտակավուն հանգուցիկներ, որոնք տեղակայվում են մաշկի տարբեր հատվածներում, հիմնականում բաց հատվածներում։ Կոնտագիոզ մոլյուսկի հարուցիչը վիրուս է, որը տարածվում է կոնտակտային շփման միջոցով։ Առավել հաճախ այդ տարածումը տեղի ունենում կոլեկտիվներում, ինչպիսիք են տարբեր խմբակները, լողավազանները, մանկապարտեզները։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ նաև ինքնավարակման միջոցով, քանի որ այդ հանգուցիկի պարունակությունը վարակիչ է եւ երեխան կարող է քորել, պոկել եւ պարունակությունը կարող է տարածվել մաշկի շրջակա հատվածների վրա։ Բացի դա, տարածման աղբյուր կարող են հանդիսանալ նաեւ տարբեր հիգիենայի պարագաները, ինչպիսիք են սրբիչները, սանդրերը եւ այլն։ Խոսենք բուժման մասին։ Միջազգային ուղեցույցերում շատ հաճախ մենք հանդիպում ենք այնպիսի տեսակետի, որ կոնտագիոզ մոլյուսկները պետք չէ բուժել եւ իրենք կարող են ենթարկվել ինքնաբուժման։ Սակայն այստեղ խնդիրը ժամկետների մեջ է, որտեղ եթե այլ վարակների դեպքում իմուն համակարգը պայքարում է եւ մոտավորապես օրերի ընթացքում մենք ունենում ենք խնդրի լուծում, այս դեպքում պետք է սպասել 6 ամսից մինչև 2 տարի։ Սակայն շատ հաճախ 2 տարին կարող է խնդրային լինել, քանի որ երեխաները հաճախում են այդ տարիքում խմբակներ եւ իրենք կարող են վարակիչ լինել շրջապատող երեխաների համար։ Բացի այդ, այս գոյացությունները հաճախ կարող են բորբոքվել, կարող են գումարվել նաև քոր, հատկապես չոր եւ ատոպիկ մաշկ ունեցող երեխաների մոտ, որոնք ավելի ընկալ են այս վիրուսի նկատմամբ, եւ այդ պատճառով որոշ դեպքերում բուժումը ցուցում է։ Բուժման եղանակներից ամենատարածվածը իհարկե մեխանիկական հեռացումն է կոնտագիոզ մոլյուսկների, որը իրականացվում է տեղային անզգայացումով երեխաների դեպքում ունելիի միջոցով։ Երկրորդ եղանակը դեղորայքային եղանակն է, սակայն շատ հաճախ այդ դեղորայքի կիրառումը առաջացնում է անհարմարություններ ծնողների մոտ, որտեղ նրանք պետք է տանը դա կիրառեն եւ վերահսկողություն սահմանեն։ Շատ հաճախ կոնտագիոզ մոլյուսկների հեռացման համար կիրառում են նաեւ այլ եղանակներ, ինչպիսիք են հեղուկ ազոտը, էլեկտրոկոագուլյացիան, լազերային եղանակը, սակայն այս բոլոր եղանակները երեխաների դեպքում քիչ կիրառելի են եւ նրանցից հետո կարող են մնալ հետքեր եւ սպիներ։ Այժմ խոսենք գոռնուկների մասին։ Գոռնուկների հարուցիչը մարդու պապիլոմա վիրուսն է։ Իրենք կլինիկորեն կարող են արտահայտվել շատ տարբեր պատկերով եւ ըստ դրա մենք իրենց դասակարգում ենք օրինակ ներբանային գոռնուկներ, հասարակ մոզաիկ գոռնուկներ, թելանման, սակայն բոլոր դեպքերում իրենք վիրուսային գոյացություններ են։ Վարակի տարածումը նույնպես տեղի ունենում սերտ շփման միջոցով, ինքնավարակման եղանակով եւ ինչպես նաեւ անձնական հիգիենայի պարագաների միջոցով։ Եվ կոնտագիոզ մոլյուսկների եւ գոռնուկների դեպքում մաշկաբանը ախտորոշումը կատարում է միայն կլինիկորեն, այսինքն որևէ այլ հետազոտության կարիք հիմնականում չի լինում։ Միայն երբեմն գոռնուկների պարագայում կարիք է լինում նրանց տարբերակելու, եւ այդ դեպքում մաշկաբանը կիրառում է դերմատոսկոպ կոչվող սարքը, որի միջոցով հստակ հնարավոր է տարբերակել գոռնուկները այլ գոյացություններից։ Գոռնուկների դեպքում բուժման ոսկե ստանդարտ է հանդիսանում կրիոմշակման եղանակը։ Դա հեղուկ ազոտի կիրառումն է մաշկաբանության մեջ, որի միջոցով հյուսվածքը ենթարկվում է մերուկացման, տեղում առաջանում է բուրդ եւ որից հետո գոռնուկը ինքնալուծվում է։ Եվ գոռնուկների եւ մոլյուսկների դեպքում ոչ մի միջազգային ուղեցույցով ցուցված չէ կիրառել որևէ իմունոխոթանիչ պրեպարատներ, ինչպիսիք են տարբեր մոմիկներ, հաբեր, որոնք շատ հաճախ նշանակվում են եւ երկարատև կիրառվում են, իրենք արտաքին գոյացություններ են, էկզոֆիտ գոյացություններ են, որոնք ցուցված է հեռացնել որևէ դեստրուկցիոն եղանակով։
Երկու դեպքում էլ շատ կարևոր է երեխայի մաշկի անհատական ընկալունակությունը այս վիրուսների նկատմամբ, որովհետև երկու պարագայում էլ կարող են լինել կոլեկտիվում երեխաներ, որոնք անընդհատ ունեն այդ գործոնները, եւ ընդհակառակը բալիկներ, որոնք երբեք չեն վարակվում։ Այսինքն այստեղ կարևոր է անհատական ընկալունակությունը։ Կանխարգելման տեսանկյունից կարևոր է ձեռքերի հիգիենան, անձնական հիգիենայի պարագաների առանձնացումը թեկուզ ընտանիքի անդամների միջև, որոնք ունեն գործոններ, որպես նպաստող գործոն կարող են հանդիսանալ օրինակ եղունգները կրծելը, ինքնավնասումը, ինքնաբուժման տարբեր եղանակները, երբ որ փորձում են տարբեր եղանակներով ինքնուրույն պայքարել այս գոյացությունների դեմ։ Ուստի խորհուրդ եմ տալիս նման խնդիրների առկայության դեպքում անպայման դիմել մաշկաբանի, ունենալ ճիշտ ախտորոշում եւ միասին ընտրել ճիշտ բուժման եղանակը։